Բարեկալույս Նյուզեմ, տեսակապով այս պահին զրուցակիցս ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է, պարոն Աբրահամյան, ողջույն, շնորհակալություն ժամանակ տակ զրուցելու համար։ Վերջին օրերին ադրբեջանական կողմից կրակոցները կրկին ակտիվացել են, այդ թվում որոշ դեպքերում Սյունիքի յուղերի ուղղությամբ, այդ մասին բնակիչներն են նաև զրույցների ընթացքում հայտնում։ Ձեր կարծիքով ադրբեջանական կողմի այս ակտիվությունը ինչ նպատակ ունի, արդյոք ուղղակի հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունի, թե սա ավելի լայն հեռուն գնացող գործողության ինչ-որ դետալ է։ Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանը փաստացի իր համար մի փաթեթի հետ կապված հավանություն է ստացել, որը պայմանական համարվում է խաղաղության պայմանագիր։ Դրանում 17 կետերով հիմնականում ներկայացված է այն պահանջները, որոնք այս տարիներին հնչել է եւ հնարավոր է եղել պարտադրել հայաստանյան իշխանություններին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ զուգահեռ իրականության մեջ Ադրբեջանը ունի նաեւ այլ պայմաններ, մասնավորապես Հայաստանի սահմանադրությունում իրականացվող փոփոխություններ, Հայաստանի ապառազմականացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լուծարում, այսպես կոչված միջանցքի տրամադրում, այսպես կոչված ադրբեջանական փախստականների Հայաստան վերադարձ եւ այլն, հիմա Ադրբեջանը անցել է երկրորդ խումբ պահանջների, այսպես ասեմ, Հայաստանին իջեցմանը եւ սա ուղեկցվում է նաեւ առաջնագծի որոշակի տաքացման։ Ես կարծում եմ, որ սրանք առաջին հերթին հիշեցնում են հայաստանյան իշխանություններին առայն, որ Ադրբեջանը, այսպես ասած, օրակարգում է պահում ուժի կիրառման միջոցը, այդ թվում նաեւ առաջնագծում որոշակի սադրանքների գործադրման հնարավորությունը, մյուս կողմից սա ահաբեկչական գործողություններ ուղղված Հայաստանի հասարակությանը, առայն, որ հայաստանյան իշխանությունները չունեն այլ տարբերակ, քան գնալու այն զիջումների ընդունմանը, որը առաջին պլան է բերել Ադրբեջանի իշխանությունը։ Ուշագրավ էր այս ֆոնին շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարի անցկացրած խորհրդակցությունը, որի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակն էր քննարկվել, մեղադրանք էր, պնդում էր հնչեցվել, թե իբրև հայկական կողմից կրակում են, անօդաչուներով թռիչքներ են իրականացում եւ ինչպես շեշտել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը, հրամայվել էր պատրաստ լինել ցանկացած ճակերտավոր սադրանքի։ Այս ինչի մասին է հուշում, արդյոք ավելի լայն ինչ-որ գործողություն է նախապատրաստվում, այդ թվում ռազմական սցենարի։ Ադրբեջանը սկսած լայնամասշտաբ ռազմական գործողություններից վերջացրած տարբեր բնույթի սադրանքներով մշտապես փորձել է փաթեթավորել որպես Հայաստանի կողմից իրականացվող գործողություն։ Հիմա Ադրբեջանը ապահովագրում է իրեն, նախապես տեղեկատվական ֆոն նախապատրաստում առայն, որ Հայաստանն առաջնագծում ակտիվացել է, խախտում է հրադադարի ռեժիմը, նախապատրաստում է որոշակի գործողություններ, դա փաթեթավորում է նաև գեոպոլիտիկ որոշակի շեշտադրումներով, մասնավորապես, որ Հայաստանին այդպիսի գործողությունների մղում է օրինակ Ֆրանսիան, Հայաստանում գերիշխող են այսպես կոչված ռևանշիստական տրամադրությունները եւ դրանով է նախապատրաստված առաջնագծում Հայաստանի ակտիվությունը, որը բնականաբար որևէ կապ չունի իրականության հետ, սակայն Ադրբեջանը փորձում է դա աշխատանքի եւ ակտիվության միջոցով ընկալում ստեղծել նաեւ դրսում, մյուս կողմից դրան էլ նպաստում է նաեւ Հայաստանի իշխանությունների իներտ պահվածքը, որոնք ոչ միայն пассив են կոնկրետ առաջնագծում, այսպես կոչված համարժեք պատասխանի պարագայում, այդ թվում նաև տեղեկատվական դաշտում, որովհետև տեղեկատվական օպերացիաներում Ադրբեջանը լիովին անխոչնդոտ իրականացնում է, ոչ ներսում, ոչ դրսում տեղեկատվական եւ դիվանագիտական առումով Հայաստանի իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում եւ ադրբեջանական առաջին հայացքից նույնիսկ զավեշտալի թվացող թեզերը Հայաստանի իշխանության անարձագանք թողնելու պարագայում դրսում սկսում են որոշակի նստվածք եւ հիմք նախապատրաստել։ Երբ որ ես խոսում եմ համապատասխան գործողությունների մասին, նկատի ունեմ այն, որ երկու շաբաթից ավելի է առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում այն ուղղություններում, որտեղ նաև սահմանամերձ բնակավայրեր կան,
Ադրբեջանը խախտում է համակարգված ձևով կոնկրետ ժամերի եւ կոնկրետ ժամանակահատվածում հրադադար ռեժիմը, բայց հայկական կողմից այդպես էլ որևէ արձագանք չի հնչում։ Ես սա ասում եմ նաև այն համատեքստում, որովհետև այս 3 տասնամյակը ցույց է տվել, որ Ադրբեջանը զսպում է այն ժամանակ, երբ որ կա համարժեք պատասխան, եւ երկրորդը, երբ որ չկա համարժեք պատասխան, ադրբեջանական գործողությունների էֆեկտիվությունը աճում են եւ վախի տարածման տեսանկյունից եւ բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների նկատմամբ հնարավոր ազդեցության առումով։ Հիմա եթե պատկերացնենք, որ Ադրբեջանը աչքի տակ ունի նաև ռազմական սցենար, այս պայդրությամբ ձեր վերլուծությամբ Ադրբեջանին ի՞նչն է զսպում կամ հետ պահում Հայաստանի վրա նորից հարձակվելուց կամ թեկուզ սահմանափակ ինչ-որ ռազմական գործողության դիմելուց, որպեսզի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը վերցնեն։ Այստեղ ես ավելի հավանական համարում եմ տեղային գործողությունները կամ ինչպես դուք եք ասում սահմանափակ բնույթի միջոցառումները, որովհետև լայնամասշտաբ ռազմական գործողությունների խաղադրույքը շատ ավելի բարձր է եւ Ադրբեջանի համար խիստ ռիսկային է։ Եվ երկրորդը, երբ որ մենք խոսում ենք սպասումների առումով, Ադրբեջանը բացի անից, որ պետք է իր համար գնահատի իր ողջ հնարավորություններն ու ռեսուրսը, ռազմականից մինչև դիվանագիտական, պետք է լավագույնս ուսումնասիրած լինի Հայաստանի դիրքավորումը ռազմական, քաղաքական, դիվանագիտական տեղեկատվական առումով, ամեն դեպքում կան որոշակի ռեգիոնալ եւ աշխարհակական գործոններ եւ բնականաբար Ադրբեջանը չի կարող նաեւ հաշվի չառնել այդ մոտեցումները եւ ես կարծում եմ, որ վերջին 1.5 ամիսը Ադրբեջանի համար եղել են միջազգային տրամադրությունների շոշափման ժամանակահատված, հատկապես այն պարագայում, երբ որ Ադրբեջանը ըստ էության ստուգատես է կազմակերպում հասկանալու իր այս կամ այն գործողությունը ինչպիսի միջազգային հակազդեցության կարող է բերել։ Համայն դեպս ինչ որ եղել է մինչ այս պահը 3 շաբաթ առաջ եւ այսօր, որում կա որոշակի փոփոխություն դեպի լարվածություն, միջազգային որևէ համարժեք գործողություն կամ նույնիսկ հայտարարություն գոնե ես որևէ ձևով չեմ տեսել։ Սա շատ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը, որովհետև երբ որ Ադրբեջանը իր համար հստակ ֆիքսի, որ իր գործողությունը տարբեր մասշտաբներ կրող կամ տարբեր ուղղություններում բերելու է բացառապես միայն հայտարարություններ կամ զսպվածության կոչեր եւ այլն, Ադրբեջանը այդ պարագայում գնա գործողության։ Հիմա դժվար է ասել, թե Ադրբեջանը իր կամ թուրքական խողովակներով ինչ է ստացել որպես ամփոփում տրամադրությունների առումով միջազգային եւ ըստ այդմ դժվար է ասել, թե ադրբեջանական գործողությունների հավանականությունը այս փուլում դրանով պայմանավորված որքան է։ Իսկ այս պայմաններում Հայաստան որպես այդպիսին զսպման ինչ գործիքակազմ կարող է կիրառել։ Հայաստանի իշխանության հիմնական խնդիրները սկսում են նրանից, որ առաջին իսկ փուլից, երբ որ Ադրբեջանը սկսեց սիստեմատիկ խախտումները, Հայաստանի իշխանությունը փոխանակ այս թեման եւ տեղեկատվական հարթությունում եւ միջազգային նաեւ գործընկերների շահագրգիռ կողմերի մոտ բարձրաձայնել եւ փորձեր հենց վաղ փուլում կանխելու ադրբեջանական զարգացող ագրեսիան, Հայաստանի իշխանությունները սկսեցին իներտության մի մոտեցում ցուցաբերել, ավելին որքան ես եմ տեղյակ, իմ զրույցներից նաև, որովհետև այս տեղում էլ որոշակի դաշտային աշխատանք իրականացրել եմ, իշխանությունը ամենատարբեր կանալներով փորձում է ոչ թե զսպել Ադրբեջանին, այլ զսպել սահմանամերձ համայնքներից որոշակի տեղեկատվության դուրսբերումը։ Այսինքն այս իշխանությունը խնդիր է դրել ոչ թե Ադրբեջանին զսպելու կամ կանխելու, այդ թվում դիվանագիտական աշխատանքի միջոցով, այլ փորձում էր ինֆորմացիան տեղեկատվական օրակարգ չբերել։ Նույնիսկ ինձ հայտնի են նաև դեպքեր, երբ որ ճնշումներ են գործադրվել, մարդկանց հուշացվել է, որ հանկարծ այս մասին որևէ մեկին չասեք, սպառնացել են նրանց ընդհանուր ազատազրկման կամ ազատությունից զրկվելով եւ այլն, ինչը բավականին անհասկանալի էր։ Ես կարծում եմ առաջին իսկ օրվանից Հայաստանի իշխանությունը պետք է բարձրաձայնվեր սահմանագծին առկա իրավիճակային փոփոխությունների մասին, աշխատել են հիմնական խաղացողների հետ, որոնք հնարավորություն են այս կամ այն ձևով ազդելու Ադրբեջանի իշխանությունների վրա,
ստեղծեր միջազգային այնպիսի ֆոն, որի պարագայում Ադրբեջանի համար ակնհայտ կլիներ, որ իր ագրեսիան կարող է բերել բավականին խիստ, իսկ այս դեպքում նաև անհամաչափ մեծ արձագանքի, եւ բնականաբար դա Ադրբեջանին շատ ավելի քիչ հնարավորություններ կստեղծեր առաջնագծում այս ակտիվությունը պահելով, դեռ չեմ խոսում այն մասին, որ սա կարող է վերաճել շատ ավելի վտանգավոր գործընթացի։ Մի քանի օր առաջ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Արցախի հարցը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցություններից դուրս է մնացել այն բանից հետո, երբ Արցախը հայաթափվել է եւ հանրապետության լուծարման վերաբերյալ այդ հայտնի հրամանագիրն է ստորագրվել, Արցախի տեղեկատվական շտաբից եղավ հայտարարություն, հակադարձում, թե ինչ պայմաններում, ինչու է այդ փաստաթուղթը ստորագրվել, այն իրավական ուժ ունի, չունի, բայց ձեր կարծիքով արտգործնախարարության կողմից նման տեսակետի հնչեցումը, նաև Ադրբեջանի հետ Ստեփանակերտի ուղիղ բանակցությունների թեմայով պնդումը, որ Արցախյան կողմն է մերժել այդ գործընթացը, ինչի համար են արվում այս հայտարարությունները։ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ 23 թվականից հետո, հատկապես երբ որ Արցախում տեղի ունեցավ բռնի տեղահանություններ, միջև այդ եղավ նաև ռազմական գործողություններ, էթնիկ զտումներ եւ այլն, Հայաստանի իշխանության դիրքավորումը, որով փորձում էր ցույց տալ, որ իրենք առհասարակ որևէ առնչություն չունեն այս իրադարձությունների հետ կամ իրենք որևէ ձևով չէին կարող կանխել այս ամենը, բնականաբար հանրության կողմից որևէ այսպես ասած անկալում այդպես էլ չբերեց եւ չձևավորեց եւ Հայաստանի իշխանությունը անդադ հասարակական ճնշում է զգում առ այն, որ որքան էլ նա փորձում է սրա կամ նրա վրա բարթել Արցախի հանձնման գործընթացը, հանրության ճնշող մեծամասնության համար, անկախ նրանից թե նրանց որ մասն է արտահայտվում, բարձրաձայնում կամ դա վերածում որևէ ակտիվ գործողության, ամեն դեպքում հասարակության համար շատ ակնհայտ է, որ Արցախի հանձնման այս գործընթացում ամենամեծ պատասխանատվություն ունի գործող իշխանությունը։ Ադրբեջանական գործողությունները, որոնք տեղի ունեցել, դրանք բնականաբար առանձին քննարկման առարկա են եւ բնականաբար այս թեման որևէ ձևով վիճելել չէ, թե Ադրբեջանը ինչ է արել, ինչպիսի ագրեսիա եւ այլն, այստեղ խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունը ինքը խոստովանել է, որ դեռևս 18, 19, 20 թվականներին, երբ որ խոսում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման մասին, երբ որ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ եւ այլն, այդ փուլում իրենք խոսել են բաների մասին կամ հայտարարել են բաների մասին, որոնք իրենք գաղափարապես չեն կիսել եւ այդ ամենը արել են ընդամենը հասարակական տրամադրությունները հաշվի առնելով։ Հիմա ասել, որ այստեղ տրամաբանություն կա Արցախի նախագահի այդ համապատասխան հրամանագրի եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի օրակարգի փոփոխության մասով, բնականաբար դա չի կարող համապատասխանել իրականությանը։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև 23 թվականը Հայաստանի իշխանությունները խորհրդանում էին հայտարարում առաջին հերթին դեռևս այն մասին, որ նշաձողը Արցախի հարցով իջեցնելու ենք, տարբեր պատգամավորներ հայտարարում էին, որ Արցախում ապրող մարդիկ, արցախցիները Ադրբեջանի հայկական համայնք են կազմում, այսինքն մինչև այս էլ հայտարարություններ են արվել, որոնք ըստ էության ցույց էին տալիս, որ Հայաստանի իշխանությունները դեռևս մինչև 23 թվականի շրջափակումը եւ ադրբեջանական գործողությունները մեծ առումով ունեն այդպիսի մտադրություն եւ ըստ էության Արցախը դիտարկում էին Ադրբեջանի կազմում։ Դեռ չեմ խոսում Պրագայի գագաթնաժողովի մասին, երբ որ Հայաստանի իշխանությունը հայտարարեց քառակուսիներով ադրբեջանական տարածքի եւ ըստ էության Արցախի ադրբեջանական լինելու հանգամանքի մասին եւ այլն։ Այսինքն բերել եւ Արցախի նախագահի հրամանագիրը, որը տեղի ունեցել ուժի կիրառման պայմաններում ադրբեջանական շանտաժի քաղաքականության 9-ամսյա բլոկադայի եւ ադրբեջանական զորքերի Ստեփանակերտի շրջափակման պարագայում եւ դա ներկայացնել որպես Հայաստանի իշխանությունների մտադրության փոփոխության հիմք, կարծում եմ որևէ ձևով ոչ միայն կապ չունի իրականության հետ, այլ որևէ ձևով կապ չունի տրամաբանական գործողությունների հետ եւ այս մասով եւս մեկ թերևս վերջին նկատառումը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացը եւ մասնավորապես հանրաքվեի իրականացումը անկախության
տեղի ունեցել ժողովրդի կամքով եւ հստակ քաղաքական գործընթացի արդյունքում։ Որևէ պաշտոնյա, այդ թվում Արցախի նախագահը, իրավական տեսանկյունից չեն կարող լուծարել հանրապետությունը եւ այս տեսանկյունից այդ հրամանագիրը դեռ չեմ խոսում այն մասին, որ հետագայում դա էլ չեղարկվել է, իսկ այդ հրամանագրի ստորագրումը համապատասխան ընթացակարգեր նույնիսկ չէր էլ անցել, չէր կարող որևէ ձևով արցախցիների ճակատագրի հարցը լուծել։ Հայաստանի իշխանությունը պարզապես փորձում է քողարկել իր հանցագործության հետքերը եւ իր հանցավոր անգործությունը փորձում է վերագրել այլոց, այս դեպքում Արցախի իշխանությունների։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք զրուցելու համար, պարոն Աբրահամյան։ Ձեր շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր, շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, կհանդիպենք։